Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հաջորդ հարցը Կարեն Ղազարյան, Հանրային ռադիո։ Պարոն Վարչապետ, շարունակություն ընդառաջ մի քանի կանոնացիություններ տնտեսագետներ հայտարարել նախագահի պայմանները դապով ոչ միայն 2028 թվականին, այլև քարտեզի 2024 թվականի պակասում 624 միլիարդ դրամի եւ հիմա հարկային ծառայություն անցել են հարկային դերով։ Նախ 2024-ին պակասուրդ չկա եւ 2024-ի պակասուրդ լրացնել հասկացություն գոյություն չունի, որովհետեւ եթե մենք դուք հիմա որևէ մեկը փաստ ունենա, որ պետությունը 2024 թվականին իր որևէ ծրագիր չի կատարել, այդ հլը կարելի է մտածել, բայց նման բան չկա եւ բնականաբար չկա նաեւ ձեր ասացի շարունակությունը հետեւաբար ես ընդհանրապես հրապարակային այդ թեմային բազմիցս անդրադառնում եմ իմ հանձնարարականը մեր պետական մարմիններին հետեւյալն է ես ասում եմ որ Հայաստանի Հանրապետության որևէ հարկ վճարով չպետք է հիմք ունենա ասելու որ կառավարությունը կամ հարկային մարմինները իրենցից գանձել են թեկուզ մի լումա ավել շատ հստակ հանձնարարական է, բայց պատկերացրիք, չէ՞, այսինքն ես ասում եմ չպետք է լինի տնտեսվարող, որը հիմք ունենա, օբյեկտիվ հիմք ունենա ասելու, որ ՊԿ-ը իրենից մի լումա ավել գումար է վերցրել, քան պետք է վերցներ օրենքով նախատեսված կարգում։ Եվ սա շատ հստակ է, երկրորդ, բայց շարունակությունն էլ կա։ Ես ասում եմ, որ չպետք է նաև Հայաստանում լինի հարկային պարտավորություններից խուսափելու որևէ մեխանիզմ եւ պրակտիկա։ Իհարկե կան տնտեսվարողներ, ովքեր դիմել են, ասում են, որ իրենց կարծիքով այս սկզբունքը խախտվում է, եւ ես մի քանի նամակներ ստանալուց հետո նաեւ հանձնարարել եմ, որպեսզի եւ հրավիրեն նամակի հեղինակ տնտեսվարողներին եւ մեր մարմիններին եւ գործընկերային բարեկամական մթնոլորտում ոչ ՊԿ-ում ես փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին եմ հանձնարարել որպեսզի մի հատ հասկանանք իրոք կան անարդարություններ իրոք մենք ինչ որ մի սխալ բան ենք անում մեր տնտեսվարողների նկատմամբ իհարկե չուզենալով որովհետեւ մենք դա չենք ուզում որովհետեւ մենք ահռելի հարգանք եւ պատկառանք ունենք մեր բոլոր հարկ վճարողների նկատմամբ եւ ես առիթը բաց չեմ թողում նրանց շնորհակալություն հայտնել աշխատելու, արդյունք ստեղծելու եւ օրենքով սահմանված հարկերը վճարելու համար։ Ես ասեմ ձեզ, բոլոր այն դեպքերում, երբ որ մենք կարձանագրվի, որ մենք անարդար մի լումա գումար ենք վերցրել որևէ մեկից, մենք այդ գումարները վերադարձնելու ձևերը կգտնենք։ Եվ մենք չենք կարող դա ուղղակի դեմա մեր ընկալմանը աշխարհայացքին գաղափարախոսությանը մենք մի լումա ավել չենք կարող վերցնել։ Եթե կան խնդիրներ, իսկ նամակներ ես ստանում եմ, ենթադրում եմ, որ նույն գուցե այն մարդիկ, ովքեր տեղեկությունը ձեզ փոխանցել են, այդ նամակների հեղինակներն են, ես ուզում եմ նրանց ասել, որ այսինքն նրանք գիտեն, որովհետև պիտի հրավիրած լինեն իրենց կառավարություն, բայց ոչ թե ինչ-որ վարչական քննարկում, այլ աշխատանքային բաց քննարկում անելու, եւ եթե մեր կողմից ինչ-որ թյուր ըմբռնում բացահայտվի, պարզվի, մենք անպայման կուղենք եւ եթե իմ ասած սկզբունքից շեղում ա եղել եւ մենք որը մեկից ավել լումա ենք վերցրել, այդ ավել լուման կվերադարձնենք, բայց եթե պակաս վճարում ա եղել, այդ պակաս վճարումն էլ պետք է լրացվի։ Եվ եւս մեկ անգամ իմ հարգանքի հավաստիքը եւ իմ շնորհակալությունը Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին։